Սովետորապեկ դատարանը գնահատել այլևս չգործող եւ սույն հիմա այս վարույթի նկատմամբ չկիրառվող քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները։ Մեղադրանքի փոփոխություն ընդունելի է միայն մինչև վերջնական արդարացնող ակտի կայացումը, իսկ արդարացումից հետո նույն փաստերի հիման վրա ցանկացած նոր որակում հանդիսանում է կրկին քրեական հետապնդում ենթարկել եւ դատել, ոչ թե դատավարական ճշգրտում։ Այդ սկզբունքը ուղղակիորեն ամրագրվել է Վճռաբեկ դատարանի 21 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ Ե0044 կոտորակ 01 կոտորակ 11 որոշման մեջ իրավական դիրքորոշում արտահայտվել է այն մասին, որ դատախազը պետության քրեական քաղաքականություն իրականացնող եւ դրա համար պատասխանատու պաշտոնատար անձ է, որին վերապահված է դատարանում քրեական մեղադրանքը պաշտպանելու, ինչպես նաեւ այն փոփոխելու իրավասությունը, մեղադրանքը փոփոխելու իր իրավասությունը դատախազը կարող է իրագործել միայն առաջին ատյանի դատարանում, մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեղադրողը օբյեկտիվորեն կրում է դատարան ներկայացրած մեղադրանքի, այդ թվում մեկսագրվող արարքին տրված իրավական որակման հիմնավորվածության ռիսկը եւ օրենսդրական կարգավորման մակարդակով ստանում է առաջին ատյանի դատարանում այն փոփոխելու իրավական հնարավորություն։ Դատախազի կողմից վերոնշյալ հնարավորության չօգտագործելու դեպքում դատարանն իրավասու չէ իր վրա վերցնել մեղադրողի գործառույթները եւ դուրս գալ Ամբաստանյանի մեղադրական նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից։ Հիմա քննող դեպքում 2008 թվականի մարտի 2-ին քննչական ծառայությունում հարուցվել է թիվ քրեական գործ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով, 230 հոդվածի 2-րդ մասով 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած հրազենի պայթուցիկ նյութերի գործադրման սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահարելու կազմակերպելու դեպքերի առթիվ։ Եվ 18 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Սիդրակի Քոչարյանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 301 հոդվածի մասով։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ այդ հոդվածը 2008 թվականի մարտի 1-ին 2-ին գոյություն չի ունեցել։ Այսինքն 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն են առաջադրվել մի հոդվածով, որը 2008 թվականին ենթադրյալ դեպքերի ժամանակ գոյություն չի ունեցել։ 2019 թվականին փետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել եւ լրացվել է եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասով եւ 311 հոդվածով։ 311-ով գործիքնությունը ավարտված է, 300.1-ը շարունակվում է, կամ փոփոխված է։